վարորդը ղեկին քնել է։ Գերհոգնած է եղել։ Չեմ կարող ասել։ Ունենք տեսագրություն, որտեղ հստակ երևում է, որ որևէ խոչընդոտ չի եղել։ Երևանի քաղաքապետարանի շտապօգնության տնօրեն Ռուբեն Գրիգորյանն է նախնական վարկած առաջ քաշում, անդրադառնալով օրերս շտապօգնության մեքենայի վթարին, ինչի հետևանքով բժիշկը մահացել է, իսկ բուժքույրը վերակենդանացման բաժանմունքում է։ Վարորդին եմ անձամբ հանդիպել այսօր, երեկ եմ հանդիպել, չի հիշում, քննություն կընթանա կպարզի վերջում, ու այն, որ ինքը սթափ է եղել, ալկոհոլ օգտագործած չի եղել, հա, ենթադրում են, որ տենց է։ Առողջապահական ոլորտի փորձագետ Ծաղիկ Վարդանյանն էլ հարցնում է, քրեական գործ է հարուցվել, փորձաքննությունը դեռ չի ավարտվել, առաջ ընկնելով վարկածներ հնչեցնելու իմաստը որն է, մի հարց էլ Վարդանյանն ունի։ Բայց ինչու է ձեր վարորդի աշկը կպնում, ինչու։ Հարցին պատասխանում են ֆեյսբուքյան մեր գրառմանն արձագանքած շտապօգնության մի քանի վարորդներ, խնդրեցին իրենց գրածն անանուն հրապարակել։ Հետո էլ գնում տաքսի ենք քշում, մարդիկ կան ուրիշ գործ են անում, քնելն էլ ով գիտի ինչքան հասցնենք, բայց այդ փողով հնարավոր չի ապրել, հա բարձրացրել են փողը, բայց էլի չենք տեղավորվում դրա մեջ, երեխա ունենք, ընտանիք, ծախսեր, ստացվում է մի ամբողջ օր աշխատում ենք, հետո գնում մի քիչ քնում ու էլի համարյա ամբողջ օր աշխատում, բայց այն որ մի մարդու կյանք են մերոնք փրկում, մի տեսակ քեզ սպիտանի ես զգում, որ այնքան որ վարորդ չես էլի։ Շտապօգնության վարորդ եմ, գնում եմ գործի, հերթափոխս ավարտվեց, գնում եմ մի քանի ժամ քնում ու այսպես ասած թանկ ժամերին էլ տաքսի քշում։ Հիմա դուք ասեք, հոգնած ենք գործի գնում, թե չէ։ Առողջապահության նախարարությունից ասում են 2018 թվականից հետո շտապօգնության ոլորտում մշտական բարեփոխումները շարունակվում են։ Տնօրեն Ռուբեն Գրիգորյանը հիշեցնում է, թարմացվել է ավտոպարկը, աշխատանքային պայմանները բարելավվել են, աշխատանքը թվայնացված է, թղթերին փոխարինելու են եկել պլանշետները, մոտ 2 անգամ բարձրացել է աշխատավարձը, բայց ընդունում է ազատությանը նամակ գրած վարորդների նշած փաստը կա։ Կա բժիշկ, որ 24 ժամ է հերթապահում հիվանդանոցում, ամսվա կտվածքով իր այդ մի քանի հերթապահությունը փակում է ու ինքը դից շատ լավ ապրում է։ Բոլորս է մեր պահանջները շատացել է բոլորից։ Ու հավատացեք միշտ էլ ամեն առիթով էլ խնդրել են պատգամարներին, որ հնարավորինս կանչիկին բարձրանա, արտահայտություններ տվե, աշխատանքը որոշակի հեշտացնենք։ Նույնն եղել 3 ամիս հետո վարորդների 10% աշխատավարձ են բարձրացրել։ Այսինքն հնարավորինս իրականում անում ենք, որտեղ տեսնում ենք, որ ծանրաբեռնված են, որ կանչերը շատանում է, ես ինքս բրիգադների քանակ եմ ավելացնում։ Շտապօգնության աշխատակիցները 24 ժամյա հերթափոխով են աշխատում, օրու մեջ պարբերականությամբ։ Եթե ասենք կանչեր չեղա, վարորդը հանգստանում է։ Հիմնականում գալիս են առավոտյան ժամը 9-ին, հաջորդ օրը առավոտյան ժամը 9-ին հանձնում են։ Եվ վարորդը, եւ բժիշկը, եւ վարորդը, եւ բուժքույրը։ Վարորդները մեկ օրվա համար վարձատրվում են 20592, բժիշկները 36300 միջին աշխատողները 20000 դրամ, հարկերը ներառյալ։ Իմ անձնական կարծիքն է, որ ժամանակն է եւս մի անգամ աշխատավարձի վերանայում, որտեղ 23 թվականի փետրվար, հիմա 25 թվականի ապրիլ։ Առողջապահության փորձագետ Ծաղիկ Վարդանյանը, որ այս ոլորտում տարիներ շարունակ բարձր պաշտոններ է զբաղեցրել, ընդգծում է, որ առաջընթաց կա, բայց դրա արդյունավետությունը բավարար չէ։ Իրականում շատ ավելի գումար է ներդրվել, սակայն արդյունքային առումով ես չէի ասի, որ համարժեք է ներդրած ֆինանսական ռեսուրսների։ Կարծում է շտապօգնության վարձատրությունն առհասարակ թե Երևանում, թե մարզերում պետք է այլ կերպ հաշվարկել։ Ես կառաջարկեի շտապ բժշկական օգնությունը դիտարկել ոչ թե բժշկական օգնության սպասարկման տեսակ միայն, այլ ծառայություն անհրաժեշտ, ինչպես օրինակ հրշեջ ծառայությունն է, պարտադիր, անկախ կատարած իր ծառայության չափից, քանակից, չէ, որովհետև կարող են ամիսներով հրդեհ մարդիկ հերթափոխում ուղղակի սպասեն։ Այստեղ պետք է պահպանման ծախսերով արվել ու պետք է դրվել արժանապատիվ աշխատանք։ Մարզային հիվանդանոցներ կա, որ օրվա մեջ 3 կանչ են ընդամենը ունենում, բայց մենք չենք կարող ասել, չէ՞ որ շտապօգնության ծառայությունը հանենք այդ տարածքից։ Վարդանյանը մի հարց էլ ունի. վարորդների առողջական վիճակը ստուգող կա։ Հերթափոխից առաջ զննում իրականացվում է, իհարկե ոչ։ Չկա նույնիսկ կարգավորում դրա հետ կապված, ինչ վիճակում է վարորդը, տվյալ վարորդը ընդունում ղեկը, եւ հետեւաբար կարող էին լինել այսպիսի դեպքեր։ Այս դեպքում սա ես համարում եմ բացողում, շտապօգնության հերթափոխի համար բուժ զնում իրականացնել այդքան էլ բարդ գործ չէ։ Ավելի քան 200 վարորդ ունենք, մի այդքան էլ բժիշկ ու միջին աշխատողներ, ասում է Երևանի շտապօգնության տնօրենն ու ընդգծում այս թիվը բավարար է, բայց ընդունում է չկա այդպիսի ստուգում։ Դա ոչ որևէ չափորոշիչով է պարտադրված, ոչ էլ օրենքով։ Բայց դե քանի որ բոլորը բուժ անձնակազմով են շրջապատված, ինչ որ ինքնազգացության վատացման բանի դեպքում անկաշկանդ դիմեն, որտեղ շտապօգնությունն ունի բուժ սարքավորներ, որով կարող է
ստուգի մարդկանց դա առողջական վիճակի մասին հասկանան, ի վիճակի է թե չէ, թե այդպես խնդիր չկա։ Թե փորձագետը, թե շտապօգնության տնօրենը մի հարցում համակարծիք են։ Այս սեզոնին շտապօգնության կանչերը շատ չեն։ Գրիգորյանը հիշեցնում է, լուսաբացին է դեպքը տեղի ունեցել։ Ազատությանը նամակ գրած վարորդներն էլ ասում են, վաղնելի նույն գրաֆիկով են շարունակելու։ Գործից հետո տաքսի են վարելու, հաջորդ օրը կրկին շտապօգնության ղեկին են նստելու։